Բաներ կան, որ չեն փոխվում, հա, հրաչ։ Այո, մի պատասխանի, արա ինտրո եմ գրում։ Բաներ կան, որ չեն փոխվում, հա, հրաչ։ Ֆասթքասթի երկրորդ եթերաշրջանում մեզ հյուր են գալու Ֆասթի նախկին աշխատակիցները, որովհետև մենք իրանց կարոտում ենք, սիրում ենք ու նույնն էլ իրանք։ Այսօր մեր հյուրը Fast Bank-ի մարքեթինգ թիմի նախկին PM Հրաչա Ջավադյանն է։ Բարև Հրաչ։ Բարև։ Սկսենք այսօրվա զրույցը նրանից, թե ինչքան ժամանակ է, որ չես աշխատում Fast-ում արդեն։ Արդեն 2 ամիս երևի։ Ինչն ես կարոտում հատկապես։ Ամենակարևորը մարդիկ են, քանի որ այս կազմակերպությունը շատ մեծ է, որովհետեւ մեջ շատ ոնց որ ահռելի մեծ քանակությամբ մարդկանց հետ էի շփվում, այդ ամեն ինչը կարոտում եմ։ Կասես ինձ բան, որ Fast-ում արել ես ու հպարտանում ես դրանով, ասենք ասած մեծ պրոյեկտ ինչ-որ, ինչ կհիշես։ Fast-ում ինչ էլ արել եմ, իրականում հպարտանում եմ փոքրից մեծ, տենց բան չի, հստակնես չի, ամեն մանր գործն էլ ընդհանուր աշխատանքի ոնց որ մասն է։ Հիմա ամեն ինչ անցել է արդեն, դու էլ Fast-ում չես աշխատում։ Կարաս անկեղծ ասես ինչ որ ֆեյլի մասին, որ ոչ մեկ չի իմացել։ Դե մի անգամ մեծ քանակի տպագրություն ենք արել ամբողջ Երևանով։ Մեջը ոնց որ բաց թողում ենք ունեցել, սխալ բան ենք տպել, ֆայլը չստուգելու պատճառով։ Բայց նաև ոնց որ հպարտանալու բան կա, որ կարացել ենք դա 1-2 օրվա մեջ այդ հարցը լուծենք, որով տենց ֆենոմենալ արագություն է, էլի։ Քո փոխարեն ոնց գիտես արդեն դե մարդ ընդունվել է Fast Bank քո position-ի, ինչ խորհուրդ կտաս իրան, ինչի վրա ուշադրություն դարձնի։ Էլի մարդկանց մասին պետք է ասեմ, պետք է բոլորին ճանաչես, բոլորի հետ կարողանաս լեզու գտնես, ինքը տենց հեշտ չի, որովհետև մարդիկ շատ տարբեր են։ Որն է քո ոճը, մեթոդը մարդկանց հետ լեզու գտնել։ Ուղիղ լինելը, այդ էլի։ Չկարի եթե ուղիղ լինելը երբեմն կոպիտ ալնում մարդկանց համար։ Դե ես համակարծիք չեմ, որ դա կարա կոպիտ լինի ճիշտն ասած, որովհետև ոնց որ սխալ բան չես ասում, էլի։ Ու անկեղծ բան չես ասում, բայց կախված ոնց ես ասում։ Ես քո հետ օրինակ 3 տարի աշխատած մարդ հստակ կարամ ասեմ կողքից, որ երբեմն դու կարաս ուղիղ եւ անկեղծ բան ասես բավականին կոպիտ։ Դե հիմա ես ու դու դալշեն գերություն չի անում։ Այն օրը երբ որ դու վերջին անգամ մատը դրեցիր Fast Bank-ում, այդ վիդեոն կա, այդ վիդեոն հեսա ստեղ կհայտնվի։ Մատը դրեցիր Fast Bank-ի այդ մատն այդքի տեղ ու գնացիր, ինչ զգացողություններ էր մոտդ։ Դե տարօրինակ զգացողություն է, այդ պահին իրականում լրիվ տենց չես ընկալում, որ դա վերջի անգամն է, այդ զգացողությունը հետո է արդանում, երբ որ արդեն այլ գործի ես գնում հաջորդ 2 շաբթի, էլի։ Ըստ քեզ ո՞նց են մարդիկ քեզ հիշում։ Ինչ են խոսում քո մասին։ Չեմ կարծում, որ վատով են հիշում, որովհետև այս 3 տարիների մեջ ոնց որ թե նենց բան չեմ արել, որ ինձ կարողանան վատով հիշեն։ Ասա ինձ այն գոլեգայի անունը, որ քորը լցնում էր հումորով, ուրախությամբ, հետդ կիսում էր լանչը, դուրս էր գալիս ընդմիջման, անընդհատ քո կողմն էր, յուրաքանչյուր հարցով ու ամենամտերիմ ընկերներ ես բանկում։ Ասա ինձ այդ մարդու անունը։ Նարեկս է, Շարեկ։ Դե գնացել ենք, քանի որ 3 տեղով ոնց որ գործ ունեինք անելու, մեկը Մերիդիան էքսպերտներ, մեկը համալիրներ, մեկը հրապարակներ, քանի որ ոնց որ հրապարակներ իվենթի բավականին հրապարակը տաղավարի հասնենք, արդեն էլ ախպերս էլ ցավը տալու։ Հրաչ էլ չի գալու ախպերս։